Հայաստանին այս պահին պետք է ուղղակի Հայաստան-Չինաստան նորմալ տնտեսական հարաբերություններ, շատ ոչ շատ բան տենց տպավորիչ, որպեսի չառաջացնի հնարավոր կոնֆլիկտ Բայդենի Տրամպի ադմինիստրացիայի հետ, դա մեկ։ Մեզ անհրաժեշտ է, որպեսի տարածաշրջանում լնգու լավազները եւ մինչեւ 1947 թվական գոյություն չունեցած ինչ-որ բաշիբուզուկները, որոնք պատահմամբ հռչակվել են պետություն, ընդ որում այդ տարածքում ով կա չկա սաղի էթնիկ էությունը ոչնչացնելով, հա, Պակիստանի նման աղբը չհզորանա։ Սա միևնույն ժամանակ հակասում է Չինաստանի շահին, որը ունի խնդիր Հնդկաստանի հետ, որտեղ այս երկու հնագույն մշակույթները միշտ ունեցել են խնդիր իրար հետ եւ դա պատմական օրինակ է։ Բայց այդ խնդիրները միշտ ունենալով իրանք այդ խնդիրները լուծել են պրոքսիների միջոցով, որտեղ իրանք շատ մեծ են եւ իրանք կրոնական եւ փիլիսոփայական հիմքերը մի փոքր այլ են։ Իրանք, եթե հիշում եք, սրանից 2 տարի առաջ լուրջ կոնֆլիկտ կար Չինաստանի եւ Հնդկաստանի միջեւ սահմանին, բայց իրանք իրար ծեծում էին ամրալարերով, այսինքն բոլորը զենք ունեին, նես չի որ չունեին, ավտոմատները գնդացին ուսներին կախած, հարյուրավոր մարդիկ միջնադարի համարժեք իրար կռիվ էին տալի, ընդ որում չէին սպանում, ծեծում էին, տարածքի կռիվ էր գնում, դուրս էին գալիս, սենց իրար ծեծում, դա գաղափարապես ինչից է, որտեղ փիլիսոփայական եւ կրոնական բան կա, որ դու ինչ որ տենց պատերազմ բան այդ բարդ է բացատրել, այն որ մի քիչ որ շատ ես իրանց մասին կարդում, հասկանում ես ինչ են անում, ինչի է տենց եղել, որտեղ իրանք հրաման կատարող են, որտեղ դա պատմական է, որտեղ իրանք կայսրություն են, որտեղ իրանք հասկանում են հետևանքները, որ եթե ինքը մեկին սպանեց, ընդեղից այդ ամեն ինչը կարա վերածվի միջուկային պատերազմի, որը ոչ մեկին պետք չի, բայց պրոքսիների միջոցով ոնց ասես կկռվեն։ Եվ Չինաստանին հաջողվեց Պակիստանը սարքել պրոքսի։ 47 թվականին երբ անկախացան, բրիտանացիք հումանիտար սկզբունքներից ելնելով, լրիվ հումանիտար եւ տենց բանով, չնայած Չերչիլը դեմ էր դրան, բայց իրանք արեցին այդ քայլը։ Իրանք ասցին, որ քանի որ այս բաները, այս լնգուլավազները, այս կողմը, որ ապրում են, փնթիները, բոլորը ինչ որ կրոնական տարբերություններ ունեն, մոտավորապես քարտեզը գծեցին, ասին դուք կլնեք Պակիստան։ Հիշեցնեմ, շատերը չգիտեն, են Բանգլադեշը, դա էլ կոչվում էր Արևելյան Պակիստան։ Իրանք մի երկիր էին։ Այդ հետո անկախացան, հետո պատերազմ եղավ, որ Արևելյան Պակիստանը անկախացավ, դարձավ Բանգլադեշ, պարտվելով Հնդկաստանին պատերազմներից մեկում, Հնդկաստանն էլ ինչ էր, նայում էր մի հատ ինդն էր փագում Պակիստանը, մի հատ գանգն էր փագում Պակիստանը, երկու իր հիմնական գետերը, կարող եք գիտեք ձեր ծնունդն է, դուք ոչ մեկ եք, ոնց կարաք դուք իմ օդերը փագեք։ Ձևակերպումը այսպիսին էր, չնայած Մահատմա Գանդի բան, սենց այդ Գանդի մարդը կարդում ունենք, չէ՞, տենց մեկը որ Գանդին։ Լավ է Հնդկաստանը պատերազմների չէ, չեմ հասկանում որտեղից է այդ հիացմունքը։ Թողենք, անցան տարիներ։ Հիմա այդ Պակիստանը որպես հակակշիռ Հնդկաստանի մանավանդ այն տարիներին, երբ Հնդկաստանի եւ Իրանի հարաբերությունները այդ մինչեւ 79 թիվ մեծ հաշվով երկուսն էլ գտնվում էին դարերով 1700-ականներից բրիտանական ազդեցության տակ ֆրանկո-բրիտանական լավ սենց ասեմ երկուսն է կար, այսինքն շախի ժամանակ Իրանը եւ Հնդկաստանը, որը խաղաղությամբ բաժանվեց Բրիտանիայից, միևնույն ժամանակ թողնելով անգլերենը որպես պետական լեզու, այդ կապը պահելով շատ երկար դեռ այդ գնալ գալը գար եւ Չինաստանի համար սա խնդրեմ էր տարածաշրջանում։ Դառնում էր Իրան, Հնդկաստան, Պակիստանը իրան պետք էր, որպեսզի նախ սրանք ցամաքային կապ չունենան տնտեսապես։ Երկրորդը որ բզի, ընդ որում Պակիստանը ինքը Իրանով, նաև Իրանի դեմ աշխատող գործոն է, որտեղ այնտեղ բելուջներ կան։ Բելուջները առանձին
էթնիկ խումբ են բավականին լուրջ, բելուջները ապրում են Պակիստանում եւ Իրանում։ Այս վերջերս պատերազմի, այս նոր սրացումը որ եղավ, բելուջները նույնիսկ ապստամբեցին Պակիստանում եւ չգիտենք ինչ ա եղել, խաբար չեմ։ Այսինքն հայտնի էր, որ ապստամբեցին, ճանապարհները փակեցին, իրանք զենքով դուրս եկան, թե ինչով է դա ավարտվելու, հələ չգիտեմ, որտեվ հələ պատերազմի արդյունքները չունենք։ Մեծ հաշվով մենք ստացանք ինչ։ Պակիստան, որը Հնդկաստանի հետ Չինաստանը օգնությամբ կռվեց, Չինաստանը օգնեց, որպեսզի Պակիստանը ստանա միջուկային զենք, ոնց դրա դիմաց վճարեց բանը Պակիստանը։ Շատ կարևոր է։ Մի պահ Դեն Սյաոպինի ժամանակ, Կիսինջերի ժամանակ Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները բարելավեցին։ Շատ արագ։ Այդ ընթացքում Պակիստանը օգտվեց։ Պակիստանը Չինաստանին վճարեց նրանով, որ Ջամու Կաշմիր, որի համար հիմա պատերազմ է գնում, դրանից հյուսիս ընկած այն կտորը, որտեղ որ Հնդկաստանը ուներ սահման Սովետական Միության հետ, Տաջիկստանի հետ։ Այդ կտորը պատերազմական գործողությունների ընթացքում գրաված բակիների կողմից ինքը բանարեց եւ նվիրեց Չինաստանին։ Եվ ստացվեց մի իրավիճակ, որ Հնդկաստանը ուներ ԽՍՀՄ-ի հետ ընդհանուր սահման եւ պոտենցիալ այդ սահմանը աշխատող էր։ Իրանք ուղղակի նվիրեցին Չինաստանին, կտրեցին Չինաստանի այդ ժամանակ ԱՄՆ-ի հետ ավելի լավ էր։ Եվ միևնույն ժամանակ ստացան իրանք էլ իրար մեջ սահման։ Պակիներն ու Չինաստանը ստացան սահման։ Այդ Սովետական Միության փլուզումից հետո Տաջիկստանի այսպես կոչված Լեռնային Բադախշանը, այդ տարածքը, որը որ այդտեղ գալի կապնում էր Հնդկաստանին, Պակիստանին, Չինաստանին, հիմա Չինաստանը գնել է Տաջիկստանից։ Հիմա իրականում այնտեղ բանը, ասենք 30 տաջիկ զինվոր կա ու մոտավորապես 5000 չինացի զինվոր։ Այնտեղ բանն է, էլի մի փոքր տենց է։ Ամեն դեպքում իրավիճակը այդտեղ բավականին անկայուն է։ Դե յուրե այդ տարածքը Հնդկաստանինն է, դե ֆակտո գրավել է Պակիստանը եւ ոնց որ ապոստերիորի նվիրել է Չինաստանին։ Այսինքն այնտեղ 3 պետություն ունեն միջուկային զենք, իրար մեջ ընենց են խառնվել իրար, որ շունը տիրոջը չի ճանաչում։ Դրա համար տարօրինակաբար J.D. Vance-ի հայտարարության հետ, որ մենք այդտեղ բան չունենք, ես համաձայն եմ ու տակը ստորագրում եմ։ J.D. Vance-ի նման մարդիկ քաղաքական գործիչները լավա չխառնվել այդտեղ, որտեղ իրանց խառնվելուց դե պատերազմ առնելու, իրանք տեղյակ չեն դե ինչա կատարում, դու սուսպուս գնա։ Լեո 14-րդը, որը չգիտես ինչի ասում են ամերիկացի է, ինչ որ ծնվել է Ամերիկայում, բայց ինքը ծնվել է ԱՄՆ-ում ֆրանսիացու եւ իտալուհու ընտանիքում, ընդ որում առաջի սերնդի միգրանտների, այսինքն ինքը ֆրանկո-իտալական էմիգրանտ է, հասկանում ենք, որ իրանք եկել են պատերազմից հետո, այսինքն նենց չի, որ լավ կյանքից են հենց եկել ԱՄՆ, եւ ինքը ծնվել է Շիկագոյում, եթե չեմ սխալվում, այսինքն այն ժամանակվա միգրացիոն կենտրոնում ԱՄՆ-ի մեծ հաշվով բանը, ստացել է կրթություն, կաթոլիկ կրթություն ԱՄՆ-ում։ Եվ այնուհետ ծառայել է, կրոնականներն են ծառայում Պերուում, Լատինական Ամերիկայում ազատ տիրապետում է բացի անգլերենից, ֆրանսերենի, իտալերենի, գերմաներենի, նաև կարդում է լատիներեն, գերմաներեն, իսպաներեն անշուշտ, որտեղ դե Պերուում է ծառայել, համարվում է բան ռեֆորմատոր, այսինքն ինքը Ֆրանցիսկոսի ճամբարից է, բայց այդքան բան չի, այդքան լիբերալ չի, ինչքան Ֆրանցիսկոս։ Օրինակ LGBTQ բանի համայնքի նկատմամբ ինքը ավելի կոշտ պահպանողական հայացքների կողմնակից է։ Բայց կանանց դերը օրինակ ողջունում է նաև կրոնական բանում բիշոպներ, արքիբիշոպներ, եպիսկոպոսներ, արքիեպիսկոպոսներ կանանց բան ինքը ընդունել է։ Երկրորդ Հռոմի պապն է իրար հետևից Լատինական Ամերիկայից, ինչով է հայտնի արդեն իսկ Լեո 14-րդը,
ընդ որում կտրականապես դեմ եմ եւ պնդում եմ, որ Հայաստանում հանգարց ռուսական տրանսլիտը չօգտագործվի, ինքը լև չի, ինքը Լեոյա։ Մենք ունենք համարժեք։ Իրականում մեր Լևոնն էլ Լևոն չի, Լեոնա։ Իր ստորագրությունը որ նայում եք Կիլիկիո թագավորների, ինքը Լեոնա, ինքը Լևոն չի։ Ուղղակի ո-ն հետո մեր ավանդույթով սկսել են կարդալ ո։ Թե չէ ինքը Լեոնա, նորմալ։ Լեո 14-րդը սրանից մի քանի ամիս առաջ, մի քանի ամիս լավն էր, 2 ամիս առաջ երևի չէ, եթե չեմ սխալվում, J.D. Vance-ին հաթաթայ է տվել, վատով, ընդ որում, դաստիարակչական նոտացիա է կարդացել ԶԼՄ-ների միջոցով, J.D. Vance-ը ասել է, որ դու սկզբից պետք է սիրես քո հայրենիքը, այդ բանով էլի, քրիստոնեական բանով, որ պետք է սիրես սկզբից քո ընտանիքը, հետո այն որ ասում է քո ընկերներին, հետո քո բակը, հետո քո փողոցը, հետո քո քաղաքը, հետո քո նահանգը, հետո քո երկիրը, հետո նոր մնացած աշխարհը, ինչին այն ժամանակ դեռևս կարդինալ Ռոբերտ Ֆրանսիս ազգանունը Պրևո, Պրևո, ֆրանսերենը, Պրևո, այնտեղ այդ վերջի երկու տառը չպետք է կարդացվի, ինքը Պրևո է։ Այո։ Կարդինալ Պրևոն ասել է, որ տղա ջան, քրիստոնեական սերը ռանժիրովկա չունի։ Այո, ամբողջը պետք է։ Ինքը ամբողջական է, այդ բանի պես ասում, կամ սիրում ես, կամ չես սիրում, կամ տղա ես, կամ աղջիկ ես։ Չի լինում հայաթում տանը օջախի տղա ես, իսկ դուրսը անասուն ես։ Չէ, տենց չի լինում։ Այսինքն դու կամ քրիստոնյա ես եւ բոլորը զմիմյանը սիրում եք, կամ եղբայր, ուրեմն մի բան արա։ Այս մարդը սրանով է հայտնի։ Հիմա ասեմ ինչով է կարևոր։ Նախ ինքը ընտրական բաների մեջ չկար։ Իրոք չկար։ Այսինքն են 5-յակ, 6-յակ, բան sense որ գրում են չկար։ Համարվում է հիմա կարդում եմ գրում են որ ինքը տենց բալանսավորող է։ Չիմացող մարդիկ գրում են որ սա բան է, ռևերանս էր Ամերիկային։ Բայց սա ռևերանս չէր Ամերիկային։ Իրականում սա ես sense եմ գնահատում, այլ եմ ասում, ճշմարտություն չի։ Իմ վերլուծության արդյունքն է։ Քանի որ Տրամպի եւ Վենսի ադմինիստրացիան հարձակվել է Լատինական Ամերիկայի քաղաքացիների վրա, լատինոսների վրա, այո, հարձակվել են, վռնդում են, անուն են կպցնում, ուղարկում են բանն անում։ Իսկ աշխարհի կաթոլիկների կենտրոնը հիմա Լատինական Ամերիկան է, Վատիկանը ուղղակի ստիպված էր իր կաթոլիկ բանի հովտի պաշտպանը հանդիսացնի։ Այսինքն իրան պետք է այդ Լատինական Ամերիկայի կաթոլիկներին ցույց տալ, որ դուք անտեր չեք։ Դուք տեր ունեք, ճանաչում եք, ու որպեսզի նաև վստահություն լինի, որ ինքը բան չի, դու չես պարտվելու։ Այդ այո տեղա, որ ինքը բալանսավորողը տեղա, որ ինքը Ամերիկայում ծնված կարդինալ է, բայց ամբողջ կյանքը անցկացրել է Լատինական Ամերիկա։ Վատիկանը ցույց տվեց, որ ինքը հիմա զբաղվելու է ինքնապաշտպանությամբ։ Այսինքն ինքը կաթոլիկ աշխարհի պաշտպանությունն է կազմակերպում, որևիցե բան մի սպասեք, որ դա ինչ որ խաղաղություն, մաղաղություն, կգնանք խառնվեն, ոչ։ Մինչև Տրամպի կադենցիայի վերջ Վատիկանը զբաղվելու է Լատինական Ամերիկայի պաշտպանությամբ։ Մեծ հաշվով սա է լինելու։ Սա լավ է։ Սա թույլ չի տա, որպեսզի մարդիկ, ովքեր սպիտակ տանը նստած են, տրփոշանան, որտեղ գիտեք, բանին Վոլցին հանեցին, որը որ խորհրդականն էր, անվտանգության հարցը այդ որ Արմեն Գրիգորյանի համարժեքն էր, որ Սալիվանն էր ժամանակին, ոչ միայն հանեցին, այլ ասում եմ վռնդել են, ինչու, որովհետև առանց ընդհանուր, նույնիսկ առանց սպիտակ տան համընդհանուր կարծիք հարցնելու, ինքը տանում էր Ամերիկան դեպի Իսրայելի շահերի սպասարկում, դեպի Իրանի իր այդ պատերազմ։ Հիմա հաջորդը այս բանն է, Պենտագոնի ղեկավարն է, որը
իր սեփական կնգան, որը էլի սկանդալային լրագրողուհի է, տանում է հույժ գաղտնի հանդիպումների։ Թուղթ է գրել, որ ինքը հետս պիտի գա։ Ու տանում է։